Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր դեկտեմբերի 10 Բայց եթե լսես նրա խոսքին և իմ բոլոր ասածն անես, այն ժամանակ քո թշնամիներին թշնամի կլինեմ և քո հակառակորդներին հակառակորդ։ Ելից 23-րդ գլուխ 22-րդ խոսք։ Տեր Քրիստոսին, որը ներկա է իր ժողովրդի մեջ, պետք է ճանաչել և հնազանդվել։ Նա աներևույթ Աստծո պատկերն է և խոսում է Հոր անունով, և մենք պետք է անվերապահորեն և անմիջապես հնազանդվենք նրա պատվիրաններին։ Եթե մենք անտեսենք այս պատվիրանը, մենք կկորցնենք խոստումը։ Ինչ մեծ օրհնություն է լիակատար հնազանդությունը։ Տերը ուխտ է կապում իր ժողովրդի հետ թե հարձակման և թե պաշտպանության ժամանակ։ Նա կօրհնի մեզ օրհնողներին և կանիծի մեզ անիծողներին։ Աստված իր ժողովրդի հետ կլինի ամբողջ սրտով և հոգով և խորապես կարեկից նրանց դժվարին վիճակում։ Ինչպիսի պաշտպանություն է սա մեզ տալիս։ Մենք կարիք չունենք անհանգստանալու մեր հակառակորդների համար, երբ վստահ ենք, որ նրանք դարձել են Աստծո հակառակորդները։ Եթե Եհովան է իր վրա վերցրել մեր պայքարը, ապա մենք կարող ենք մեր թշնամիներին թողնել նրա ձեռքերում։ Ինչ վերաբերում է մեր սեփական շահերին, մենք թշնամիներ չունենք, բայց ճշմարտության և արդարության համար մենք զինվում ենք և գնում մարտի։ Այս սուրբ պատերազմում մենք հավերժական Աստծո դաշնակիցներն ենք, և եթե մենք ուշադիր հետևենք մեր Տեր Հիսուսի օրենքին, Նա խոստանում է գործածել իր ողջ զորությունը մեր օգտին։ Հետևաբար, մենք ոչ մեկից չենք վախենում։